Պարոն Աշոտյան, պաստառներից նաև հասկանալի է, որ խնդիրներից մեկն է, որ ուզում եք բարձրաձայնել քաղբանտարկյալների առկայության հարցն է։ Ես կուզեի կոնկրետ դրվագով մի փոքր խոսեիք, այսինքն ինչ եք ուզում հասցնել բարձրաստիճան պաշտոնյաների, ձեր գնահատմամբ ովքեր են այժմ Հայաստանում քաղբանտարկյալներ, ինչի համար են բանտարկված։ Ես մոտիկ գամ։ Ես ունեմ տասնապատիկ բարոյական իրավունք խոսելու երկրում քաղբանտարկյալների մասին, որովհետև ընդամենը տարի առաջ նրանցից մեկն էի եւ այսօր լինելով ազատության մեջ իմ պարտքն եմ համարում խոսելու իմ բոլոր այն հայրենակիցների անունից, որոնք այսօր զրկված են խոսելու իրավունքից իրենց անազատության պատճառով։ Եվ սա ինձ համար բարոյական իմպերատիվ է, իմ կուսակցության համար բարոյական իմպերատիվ է, որովհետև մենք չենք բաժանել քաղբանտարկյալներին, յուրայինների եւ ուրիշների։ Այսօր էլ Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ Դավիթ Համբարձումյանը կալանքի տակ է, այսօր էլ բազմաթիվ հանրապետականներ քաղաքական հետապնդման են ենթարկվում, այսօր սրբազանների հետ կապված քաղաքական հետապնդումները շարունակվում են, Բագրատ Սրբազանից սկսած լկտիաբար դուք պատկերացնում եք ինչքան են ատում իրանք Բագրատ Սրբազանին, որ բոլորին քիչ թե շատ փորձել են եվրոպական սամիտին ընթառաջ բանը թույլատնել ռեժիմը, մեկին տնային կալանք են տվել, մեկին վարչական են տվել եւ այլն, եւ միայն Բագրատ Սրբազանին եւ իր մտերիմ շրջապատին է, որ շարունակում են մուր հանել նրա համար, որ Բագրատ Սրբազանը հրապարակ է լցել, մուր հանել նրա համար, որ ժողովուրդը հավատացել է Բագրատ Սրբազանին եւ գնացել է իր հետևից։ Ես այդ ժամանակ կալանքի տակ անձամբ չեմ մասնակցել ցույցերին, բայց հիշում եմ բանտախցում միացած հեռուստացույցով, ինչպես է լուսավորվում եւ լիցքավորվում Բագրատ Սրբազանի խոսքից, կադրերից եւ այն ապագայից, որ ժողովուրդը կապում էր իր հետ։ Քաղաքական բանտարկյալները Հայաստանում այսօր 50-ից ավել են, մենք այսօր տեսնում ենք, որ նույն ուժեղ Հայաստանի դեմ հակաքարոզչության մեջ օգտագործվող բոլոր այդ կեղտոտ հնարքները ամենակարևորը արմեղության կանխավարկածի եւ անձնական կյանքի անձեռնմխելիության ոտնահարումը բերում է նոր կալանքների, մենք տեսնում ենք, որ լրագրողներ կան, որոնք առ այսօր իրենց խոսքից զրկված են, նույն Վազգեն Սաղաթելյանը եւ Նարեկը Սամսոնյան, մենք տեսնում ենք, որ կան տարբեր քաղաքական ուժերի սատարողներ, Արթուրից սկսած Սարգսյան մինչեւ Իգորը Դաշնակցական, ում ազատությունները նույնպես սահմանափակված են։ Ինչ ուղերձ եք ուզում հղել։ Ուղերձը շատ պարզ է։ Հայաստանը ժողովրդավարական երկիր չէ։ Նիկոլին սատարելով դուք կործանում եք Հայաստանը, դուք միասին խոստանում եք մեզ տանել Բրյուսել, այնինչ տանելու եք Անկարա։ Ձեր իսկ մասնագետների ու փորձագետների գնահատմամբ չկա գետ 1 միջազգային ինդեքս ռեպորտ, որտեղ Հայաստանը դիտվի որպես իրական ժողովրդավարություն։ Էկոնոմիստը մեզ դասում է հիբրիդային ռեժիմների շարքին, Freedom House-ը ձախողված կամ թերի ժողովրդավարությունների շարքին, Heritage Foundation-ը ռեպրեսավորված կամ ճնշված օրենքի գերակայություն ունեցող երկրների շարքին, հերիք է անեք հիպոկրիսիա, այսպես ասած, ձեր զեկույցներում գրում եք քիչ թե շատ ճշմարտությունը, իսկ գալիս եք այստեղ եւ լոլոներ կարդում Հայաստանի ժողովրդավարության մասին։ Ես դա կարող եմ ասել ոչ միայն որպես քաղաքացի, նորից կրկնեմ, այլ նաև որպես մի կուսակցության ներկայացուցիչ, ում ընկերները առ այսօր նստած են եւ զրկված են այդ ազատություններից։ Այլ հարցեր։ Պարոն Աշոտյան, Մակրոնը նաև խոստացավ, որ Ալիևի հետ կխոսի Բաքվում ապօրինի կախվող գերիների մասին, ըստ իշխող։ Ես Ֆրանսիայի նկատմամբ ունեմ ամենաջեմ զգացողությունները եւ վերաբերմունքը, ավելին նախագահ Ֆրանսուଆ Օլանդի օրոք արժանացել են ֆրանսիական պետական պարգևի եւ շնորհակալ ու հպարտ եմ այդ պարգևի համար եւ սիրում եմ Ֆրանսիան եւ իր ժողովրդին ոչ միայն պատմական հայ-ֆրանսիական կապերի, այլև իմ անձնական կյանքում աճի եւ կայացման մեջ ներդրված հսկայական ավանդի համար, որովհետեւ պատիվ եմ ունեցել 2000-ականների սկզբին սովորել են Ֆրանսիայում։ Ես սիրում եմ այդ երկիրը, ես սիրում եմ այդ մշակույթը, ես սիրում եմ այդ քաղաքակրթությունը, այդ ժողովրդին։ Եվ ես կարծում եմ, երբ որ այդ ժողովրդին ներկայացնում եմ մի մարդ, ով գալիս է այստեղ եւ Նիկոլի խաթր ստեր է խոսում, ասելով, որ 8 տարի առաջ ոչ մեկ չէր գա Երևան, այն դեպքում, որ նախորդ նախագահների օրոք առնվազն ինտերնետում ինչ որ ես գտա, եկել է եւ Ժակ Շիրակը, եկել է եւ Նիկոլա Սարկոզին, եկել է Ֆրանսուଆ Օլանդը, 17 թվականի նոյեմբերին ստորագրվել է ՍԵՊԱ-ն, ոնց կարելի է նման
ցածրորակ ստեր խոսել։ Ես հետևաբար չգիտեմ Ֆրանսիայի ներկայիս նախագահային ինչին հավատամ, ինչին չհավատամ, բայց ես մաղթում եմ բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին այդ քաղաքակրթությանը արժանի ղեկավարություն 27 թվականի ընտրությունների։ Պարոն Աշոտյան, Ալիևի ելույթը այսօր ինչպես է գնահատում եվրոպացիներին ուղղված նաև Արցախի իշխանություններին։ Տեսեք, ես այսքան խոսում եմ ու զսպում եմ ինձ, որպեսզի մնամ բարեկրթության եւ քաղաքակրթության մեջ, բայց այն ինչ որ դուք ինձ հիմա հարցնում եք, եռացրել է իմ արյունը, ներվայնացրել է ինձ էկրանից այս կողմ, որովհետեւ այս նիկոլական համերգը, այսպես ասած, շոուն կազմակերպել են Հայաստանի բյուջեով, հայ ժողովրդի հաշվին, իսկ ըմբոշխնում է այդ շոուն Ալիևը։ Երբ որ գալիս է, հաթաթա է տալիս, մեր ռազմագերիներին համարում է ռազմական հանցագործ, Արցախյան շարժումը համարում է սեպարատիզմ, սա, ինչ ասեմ, ոնց որ մեկի տունը գաս, հյուր, թեպետ հեռավար կարգով այս պարագայում, հաց ուտես, մի հատ էլ կներեք, թքես այդ կացայի մեջ, որից կերել ես ու գնաս։ Սա է Ալիևի պահվածքը։ Ալիևը նույն Ալիևն է, ցավոք սրտի Հայաստանի իշխանությունները նույնը չեն, ինչ մինչև 18-ը, չունեն թասիբ, չունեն արժանապատվություն եւ չունեն ցանկություն հանուն պետության ապագայի իրականում ասել տղամարդավայել խոսք։ Ուրիշ շնորհակալ եմ։